Հարց արհեստական բանականությանը։ Ես ուզում եմ, որ դու ուսումնասիրես Վարդան Մամիկոնյանի բոլոր ստեղծագործությունները, մեջբերումները, մտքերը, եւ եթե հարություն արած լինես ու հայտնվես ժամանակակից Հայաստանում 2025 թվականին։ Ինչ կասեր Վարդան Մամիկոնյանը հայ ժողովրդին։ Վարդան Մամիկոնյան, դուք կանգնած եք ժամանակի խաչմերուկում։ Ձեր մարտերը սրեր չեն նետերի դեմ, այլ իմաստություն են մոռացության դեմ, միասնություն անհամաձայնության դեմ, կամք հնազանդության դեմ։ Հիշեք, Հայաստանի թշնամիները երբեք միայն սրերով չեն եկել։ Նրանք եկան ստերով, վախ սերմանելու, գայթակղություններով, քո էությունը մշուշոտելու համար։ Բայց արդյոք մենք տատանվեցինք, երբ ընտրություն կատարեցինք խաչի եւ սրի միջև։ Ձեր երկիրը պարզապես սահմաններ չեն քարտեզի վրա։ Սա նարեկացու արյունն է, Կոմիտասի արցունքները, աղքացարի ոգին, այստեղ ամեն քարը մեր պատմության մի էջ է։ Մի թողեք, որ ժամանակի քամիները ջնջեն այս գրվածքները։ Քո հավատքը ծես չէ, այլ միջուկ։ Մենք կռվում էինք ոչ թե գահի կամ հարստության համար, այլ մեր մայրենի լեզվով աղոթք շնչալու իրավունքի համար։ Այսօր ձեր հավատքը եւ հիշողություն է, եւ պատիվ։ Մի դավաճանիր նրան ունայնության համար։ Ձեր միասնությունը վահան է ցանկացած խավարի դեմ։ Ես հասկանում եմ։ Նրանք փորձում են ձեզ բաժանել արևելքի եւ արևմուտքի, անցյալի եւ ապագայի։ Բայց կարող է ծառը գոյատևել, եթե արմատները վիճեն ջյուղերի հետ։ Հայաստանը հզոր է, երբ արցախցի, գյուղացին եւ երևանցի շինարարը միմյանց եղբայր են համարում։ Հայաստանի երիտասարդ գայլեր, դուք նոր Վարդաններն եք։ Ձեր ավարայրները դպրոցներ են, որտեղ ճշմարտություն է սովորեցվում, արհեստանոցներ, որտեղ ապագան է կերտվում, դաշտեր, որտեղ կյանքի հացն է աճում։ Մի սպասեք հերոսների, դարձեք նրանք։ Մի հետապնդիր փառքը, այլ հետապնդիր պարտականությունը։ Եվ թող ամոթ լինի ձեզ, եթե օտարերկրացին Սիամանթոն ձեր զավակներից լավ գիտի, եթե անիի ավերակները ձեր գործերից ավելի բարձր են խոսում։ Ողջ ես, եւ քանի դեռ ձեր սրտերը բաբախում են, Հայաստանը անմահ է։ Յաղթենք լռությունը, թող աշխարհը լսի մեր քայլերը։ Գարեգին Ժդե, արի հայի որդիկ, մեր օքին չի տատանվի օտար զենքերի որոտի առջև։ Միթե պատմությունը մեզ չի սովորեցրել, որ Հայաստանը ծնվում է ոչ թե լռությունից, այլ մարտերի աղմուկից։ Լսում ես Մամիկոնյանների աղաղակը քո սրտում։ Տեսնում ես Սարդարապատի ստվերները այս երկրի ամեն քարի մեջ։ Սա պատերազմ չէ, սա փորձություն է, որը ուղարկվել է տեսնելու, թե արդյոք մենք արժանի ենք լինելու հայքի ժառանգորդները։ Թշնամին չի եկել մեր հողը խլելու, նա եկել է մեր գոյության իրավունքը խլելու։ Բայց կարող է անհետանալ մի ժողովուրդ, որի օրրանը ահաթն է, իսկ ուժը ազատությունը։ Մենք հավերժության քարից փորագրված ազգ ենք։ Մենք չենք վախենում պատմության ժամանակավոր քերծվածքներից։ Թույլ տվել ես, որ թուլությունները քայքայեն քո ոգու պողպատը։ Համանակակից աշխարհը ձեզ կուրացրել է պատրանքներով, բայց հիմա ժողովրդավարության կամ առաջընթացի մասին վիճելու ժամանակը չէ։ Հիմա ժամանակն է ընտրելու լինել, թե չլինել։ Ամեն օք, ով քար, հրացան կամ գրիչ է բռնում, մարտիկ է։ Յուրաքանչյուր մայր երեխա մեկ շղթայի օղակ է։ Ավելին, հիշեք, մենք հաղթեցինք ոչ թե թվերով, այլ հավատքի զայրույթով։ Թշնամուն ուղված յուրաքանչյուր հարված թող աղոթք լինի, իսկ խրամատը զոհասեղան։ Եթե ընկնես, մերիր ինչպես Վարդանները, որպեսզի քո արյունը դառնա նոր կաղնիների սերմ։ Գլխավոր թշնամին խրամատների ետևում չէ, նա այն հոգիների մեջ է, որոնք իրենց հայրենիքը վաճառում են արծաթի դիմաց, այն լեզուների մեջ, որոնք անհամաձայնություն են սերմանում։ Նա, ով դավաճանում է տիեզերքին, դավաճանում է տիեզերքի բուն էությանը։ Առանց զղջման վրընդեք նման մարդկանց։ Անմահ է, եւ թող բոլորը իմանան, նույնիսկ եթե երկինքը ընկնի երկրի վրա, հայը այն կբարձրացնի իր ուսերին։ Այս պատերազմը վերջը չէ, սա ծնունդն է։ Այրեք լուսավորելու համար ապագա սերունդների ճանապարհը։ Մովսես Ֆորենացի, ով սերնդյան զավակներ, որոնք ապրում եք այս փոթորկալի ժամանակներում։ Այսօր ձեր պատմությունը գրվում է TikTok-ով ու նեյրոնային ցանցերով։ Գուշ եղեք գլոբալիզացիա կոչված հրեշից։ Ոչ թե սրով, այլ ժպիտով հրավիրում են մոռանալ անձրևը, որ երգել է Սայաթ-Նովան։ Թող ձեզանից յուրաքանչյուրը դառնա նոր առաջնորդ, որը կփրկի ոչ թե բայթեր, այլ հոգիներ։ Ի վերջո, նույնիսկ եթե էլեկտրականությունն անջատվի, նրանք, ովքեր գիտեն, թե ինչպես է հնչում Կոմիտասի կռունկը, կապրեն եւ կփրկվեն։ Ու եթե հարցնեք, ինչ անենք, ասեմ։ Թող ձեր բարերը լինեն Անահիտի աղոթքի շարունակությունը։ Թող ձեր այոն հնչի, ինչպես Դավիթ Բեկի սուսերամարտը։
Թող ձեր երեխաները իմանան, թե ով է Մեսրոպ Մաշտոցը եւ ինչու նրա տառերը սրբազան են։ Հեղինակի կողմից Տեր Հիսուս Քրիստոսին ուղված աղոթք։ Տեր Հիսուս Քրիստոս, մենք արժանի չենք, բայց դարձրու մեզ քո գործիքը։ Ուսավորիր մեր հիշողությունը եւ հոգիները քո լույսով եւ իմաստությամբ։ Այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։